Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ։ Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ժամին եթերին միանալու համար եւ նաեւ ձեր ակտիվության համար, ինչը շատ կարեւոր է մեզ համար, հատկապես ինձ համար։ Եվ հետագա գործերը, աշխատանքները առհասարակ ցանկացած բան սկսելուց որոշակի ողջավորություն անհրաժեշտ լինում է, իսկ դա տվյալ պարագայում ժամանակակից աշխարհում ձևավորվում է հենց դիտումների քանակով, առաջարկներով, երկխոսություններով եւ այլն, այսինքն համացանցում ակտիվությամբ։ Իհարկե ամառվա շրջանը ու պետք է որ պասիվություն նկատվեր հայաստանյան ներքաղաքական դաշտում, բայց ինչպես տեսնում եք, չէ, ամենից գնալով ավելի խորանում է եւ ամենավատն է, որ որոշ կեղծ խոսույթներ մտել են քաղաքացիների, բանի մեջ, լեքսիկոնի մեջ եւ նրանք դարձել են դառնալ դրա կրողը։ Այդպիսի օրինակ միջատներ կան, ովքեր ձվադրում են անում մեկ այլ միջատի գլխի մեջ, մարմնի մեջ։ Հասկանու՞մ եք, այդ խեղճուկարակը չէ իմանում, որ իր մեջ ձվադրում են արել, որ ու հեսա իրանից ծնվելու են այն մյուս միջատի, ասենք, ժառանգները։ Այդպես էլ փորձում են գործել մեր գաստրոլյորները, ովքեր որ իրենց բնականաբար մեդիա ռեսուրսներով մեծ ծախսեր են անում պրոպագանդելու այն, ինչը որ կարող է առաջին հայացքից առողջ բանականություն ունեցող մարդու համար ծիծաղելի թվալ անգամ, հա, լուրջ չընդունես, չվերաբերես, մեկ էլ տեսնես չէ, որ ասում ես փորձանքը լուրջ է տրամադրված, մեկ էլ տեսնում ես գալիս են։ Ես թույլ տվեք մինչև մեր հետևորդները ավելի կշատանան, ես Գագիկ Սիմոնյանին պատասխանեմ, ով գրել է Չ դերասան ինձ, Գագիկ Սիմոնյան, գուցե ես քեզ համար վատ դերասան եմ, բայց երբ որ դու որակում ես տալիս, նախ կուզեի իմանալ, դու կինոգետ ես, որովհետև իմ դերասանի որակական հատկանիշները գնահատելու համար առնվազն պետք է լուրջ կինոգետ լինել կամ թատերագետ լինել, հիմա դու դրանով քո կարծիքով ինձ վիրավորեցիր, ես ասենք դու ով ես։ Շատ հնարավոր է մի հատ ես որտեղ նստած դիվան ես քշում, ես իմ որ երկրում ու տես բան ես անում, իբր հայրենասեր լուրջ տղա ես ու լուրջ բաներից հասկանում ես։ Դու անգամ վստահաբար արվեստի մասին իսկի ճաշակել չունես ուրույն ընդգծված, մուղամբազությունն է քո համար երևի ամենամեծ բանը, էլի, արվեստի գործում։ Բայց այնուամենայնիվ վերադառնանք, ոչինչ, դա էլ քո գնահատականն է, թող լինի։ Քանի դեռ ուղիղ վիրավորանք չի եղել, կարող ես հետևել եթերին։ Ուղիղ վիրավորանքի դեպքում շատ կոպիտ անդրադարձ կստանաս։ Ուրեմն այո, Ռուսաստանը վարի է գնում հարգելիս եւ դրա համար էլ դրանք լուրջ կատաղել են։ Ռուսաստան ասելով պետք չի հասկանալ միայն Ռուսաստանի Դաշնության տարածքը։ Պետք է հասկանալ նաեւ Ռուսաստանի ազդեցության գոտիները, որոնք միայն հարավային Կովկասի մասին չեն կամ արևելյան Եվրոպայի որոշ երկրների մասին չեն, դրանք Աֆրիկայում են, Սիրիայում էին, որտեղից մի օր հանկարծ մարդիկ արթնացան, տեսան բանը, իրենց օդը հսկող բաները, ռուս զինվորականները թողել ու հեռացել են սուսուփուս, հա։ Ինչպես որ Հայաստանից էին հեռանում ադրբեջանական հարձակումների ժամանակ, որովհետև տեղյակ չեն թե մեր սահմանները կամ ԵԱՏՄ սահմանները առնվազն որտեղ են գտնվում։ Ուրեմն ես մի թեմայի եմ ուզում անդրադառնալ եւ միջը մի 2-3 բանից կխոսենք, բայց հիմնականում հենց այն մոտեցման մասին ինչ որ նկարագրեցի, հա, այս միջատների ձվադրման բանով։ Բերել դրել են մարդկանց ուղեղի մեջ, սրանք էլ դուրս են եկել ոգևորված, որոշել են որ իրանք ահագին բան են հասկանում, իմ ջարից ասում սկի ես իմ մասին այդ կարծիքին չեմ, ու որոշել են իրենք էլ այդ զոռբայությամբ առաջ տանել այդ մտքերը։ Նախ ընթերցեմ մի նյութ, որը շատ ուրախացրեց ինձ։ Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբականակը ժամանել է Եվրամիություն։ Առաջին խմբականակը հայկական ծիրանի ժամանել է Եվրամիություն։ Ինչի՞ եմ այստեղ փորձում շեշտ դնել, որպեսզի դուք բան անեք։ Ասեմ, ուրեմն հայկական ծիրանը, որը աբրիկոս անվանումը, առհասարակ աբրիկոտ, այդ անվանումը լատիներենից է գալիս կամ հին հունարենից է գալիս, որը կոչվում է հայկական սալոր։ Այսինքն այդ մրգի անունը ամբողջովին ինքը իրենով հայկական է, անկախ նրանից աշխարհում որտեղ է աճում։ Օրինակ ոնց որ հնդկական պոպոկը, հա, որտեղ ուզում ես իրան աճացրու, ինքը հնդկական պոպոկն է։ Նույնը ծիրանը ինքը հայկական սալորն է, այսպես միջազգային բանով ասած։ Ու այդ խոսույթը եկել է հենց Եվրոպայից։ Բայց բարձրվում է հազարամյակներ անց մենք առաջին անգամ ենք մեծ քանակությամբ ծիրան արտահանում Եվրամիություն, խմբականակ արտահանում կոնկրետ բիզնես նպատակներով։ Աշխարհը թող իմանա մեր ծիրանի մասին, ծիրանափողը, երկիր ծիրանին, չգիտեմ, այս խոսույթները, որոնք որ հնչում էին խիստ հայրենասեր անձանց կողմից, բարձրվում է միայն ներքին լսարանի համար էր, էլի, ասենք Հայաստանից դուրս, որ եթե մեկը չէր կարող տեղյակ լինել։ X-ի էջում գրել է ԵՄ, այս դրա մասին X-ի էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով
Մասնակատար Մարտակոսը ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանի հետ հանդիպումից հետո։ Շնորհակալություն ՏԿ նախարար Դավիթ Խուդատյանին նվերի եւ շատ լավ քննարկման համար։ Մենք հանդիպեցինք վաղը կայանալի կապակցվածության օրակարգ արտակի մեկնարկից առաջ, որտեղ մենք առաջ ենք տանելու Հայաստանի Հանրապետության իր հարևանների եւ Եվրոպայի հետ ավելի լավ կապեր կապելու մեր աշխատանքները։ Սա հայ արտադրողներին կօգնի դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը եւ իրենց բարձրորակ արտադրանքից ավելին հասցնել նոր շուկաներ, նշել է Կոսը։ Գիտեք, մի բան ասեմ։ Առասարակետը բիզնես, ես օրինակ բիզնես մտածողության մարդ չեմ։ Հնարավոր է շատ բաներ չհասկանամ, ինձ մինչև չբացատրեն ինչ-որ նյուանս բիզնես ծրագրերից, ես չեմ կարող ինքնուրույն գլխի ընկնել։ Բայց կան իրավիճակներ ընդհանրական իմաստով, կա տրամաբանություն։ Ես կարծում եմ, որ ցանկացած երկիր իր տնտեսությունը, դեր երկրի տնտեսությունը բիզնեսմենների վրա է, խոշոր բիզնեսի վրա է, անգամ մանր։ Բայց ես կարծում եմ, որ ցանկացած երկիր համարվում է տնտեսապես զարգացած, եթե իր ապրանքը աշխարհի շատ երկրներում է ներկայացված։ Եվ պարտադիր չի ապրանքի շատ տեսականին, հասկանում եք, ավելի ցանկալի է, ասենք որ շատ ներկայացված լինի, թող լինի 1, 2, 3 ապրանքատեսակ, բայց դա արդեն ներկայացված լինի։ Դա նախ պետությանը տալիս է ճանաչություն, նա անգամ խթանում է туриզմի զարգացմանը։ Գումարած դրան տնտեսությունը զարգանում է, որովհետև դու չունես խնդիր արտահանելու։ Հիմա մենք որոշակի խնդիրներ ունենք կապված մեր նախկինում արած սխալների հետ, երբ որ մենք մեր ամբողջ շուկան եւ ամբողջ պատկերացումը, մտքերը, խելքներս, ուշքներս, հոգիներս, սրտերս կապել ենք Ռուսաստանի հետ, հա։ Ու Ռուսաստանը բնականաբար դա օգտագործում է որպես բան, միջոց ճնշելու։ Իբր իրանց, ասենք, պատկերացնում եք Սոխետնազորը բան անում, ասում է որ հայկական ապրանքները վատն են, բայց պարզվում է մեր ապրանքները Եվրոպա են արդեն մտնում։ Բայց ինչի համար եմ ես ասում։ Եթե բիզնեսը առողջ է, առողջ մթնոլորտ կա, այն երկրում որտեղ որ բիզնես են անում, ապա բիզնեսմենի համար սա պիտի դրական ցուցիչ լինի, որ իր համար հնարավորություն է բացում նոր տարածքներ ուսումնասիրելու, նոր վայրեր արտահանելու, հա։ Միայն Հայաստանի Հանրապետությունն է, որ նայում ես մեկ էս բիզնեսմեններ կան, դե բիզնեսմեններ որն է, գործակցել են իրանց համար անում են։ Հիմա մեկ էլ ասում են հիմա էլ դիվերսիֆիկացեք։ Այ մարդը հարուսիվ հարմարվել էր Ռուսաստանի հետ, ստեղից գիտեր արդեն որ պոստում ինչքան պիտի մաղարի չանի, ինչ պիտի անի, որ գնա։ Հասկանում եք։ Չի կարելի այդպես։ Դա բիզնես անել չի։ Դա առասարակ սա ցույց է տալիս նաև, որ մեր մոտ բիզնես մտածողությունը բավականին հետնահանջ ապրել, դե ինչպես չապրել, եթե մի 20 տարի օլիգարխները առատ է կթողնեին, որովհետեւ մեկը նորմալ բիզնեսով զբաղվեր։ Բոլորը պիտի լինեին մանր, իրանք մի բան, մոնոպոլիստներ։ Սա էլ դեռ ոչինչ։ Սա լավ լուր էր, ինքը իրենով լավ լուր է, հասկանում եք, եթե չդիտարկենք, որ սա հետևանք է մեր հանդեպ որոշ գործողությունների, բացասական գործողությունների, սա ինքը իրանով լավ լուր է։ Մեկ էլ աչքովս ընկնում է, մի տղա, ինչ-որ շատ հետաքրքիր վերլուծություններ է անում, իմիջայլոց տվյալները ասեմ ամսի 19-ից մինչև 22-ի մասին, հա, երբ որ Գևորգ Պապոյանը նույնպես հրապարակում էր արել, ու վերլուծություն անում, ասում լավ, ոնց որ խելացի տղա երևում, երևի տնտեսագետ է, մի բան գիտի երևի որ խոսում է։ Տեսնեմ ինչ ասում։ Եվ առաջարկում եմ բոլորս տեսնենք ինչ ասում։ Ուրեմն այստեղ մի հատ ադրբեջանցի է եկել։ Слушай сюда, Хангетин это для тебя. Для нас это Степанакерт. Если что-то тебе не нравится, тогда ты знаешь, куда идти. Ладно, дай мне прямо не сказать. Тут женщины смотрят еще наш эфир. Ладно? И Арцах всегда был и будет армянским, если что. Давай. Если что-то тебе не понравится, дай знать. Я тебе более так по подробностям расскажу. Хотя и мой русский не так уж хорош. Եկեք դիտենք սա ժողովուրդ ջան։ Արնախար, այս 371 տոննա ծիրան է կարտանել, դզեց, չէ, ընդհանրապես չդզեց։ Այս ամոթալի թվերը գոնե չհրապարակեինք, որովհետև մի հատ հետաքրքրասեր տղա անցած տարվա միջինացված թվերը այս տարվա պաշտոնական ձեր հրապարակած թվերի հետ համեմատել։ Ու ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ անցած տարվա 1000 տոննա ծիրանի փոխարեն այս տարի 371 է, անցած տարվա 150 տոննա ելակի փոխարեն այս տարի 19-ը, համապատասխանաբար 63-83%-ների անկում։ Միջինացված 74%-ի առնվազն անկում եք տվել։ Հաշվի առնելով, որ այս 3 օրերը սենց առանձին վերցրել հրապարակել եք, ենթադրում եմ մնացած օրերը ավելի խայտառակ վիճակ է։ Հիմա այս թվերը որ դրել եք ինչի համար եք դրել, որ ձեր աջակիցների նման ծափնան, չէ, մենք թվերով ենք դրելու ու ծափ չենք տալու, որովհետև տոտալ բրավալ եք տվել այս տարվա արտահանում։ Ինչի եք բրավալ տվել, որովհետև ուզում եք որ Զելենսկին գա Հայաստանից հոխորտա Ռուսաստանի հասցեին։ Ասում եք Ռուսաստանը հանելու է սահմանափակումների ընտրություններից հետո, ասում եք դա ինչ որ նախընտրական թեմաներ է, բախի չի հանում։ Թե նրա համար պետք է ծափնանք, որ հայ հարկատուն է հիմա վճարելու այս փչացող ապրանքի համար, ոչ թե Ռուսաստանը։ Ինչի համար ծափնանք։ Արնախար, այս Այն որ մեր երիտասարդը ուսումնասիրություն է արել, անցյալ տարվա հետ թվերն է համեմատել, դա շատ լավ է։
Մարդը ուրեմն հետաքրքրված է։ Առհասարակ ես սիրում եմ, երբ որ երիտասարդները լինում են հետաքրքրված եւ ուշադիր, ասեմ, որ ակտիվ երիտասարդությունը հենց պետության դոմինանտ ուժն է։ Ցավոք սրտի Հայաստանի երիտասարդությանը հասցրել են այն բացասական մթնոլորտի շնորհիվ այն աստիճան, որ երիտասարդները չեն ցանկանում հետաքրքրել քաղաքականությամբ, հա։ Բայց այստեղ կան բայցեր, հարգելիս, արի հետո գնանք, հա։ Նախ այն քո ենթադրությունը, որ ասում ես, եթե այդ 3 օրվանն եք հրապարակում, ուրեմն ենթադրում եմ, որ այդ է եղել։ Չէ, դու տես մի ենթադրելու բան չկա, այդ 3 օրվանը հրապարակված է։ Մնացածն էլ հրապարակված կլինի։ Իմիջիալոց կարող դու չհիշես, մենք առհասարակ նմանատիպ հրապարակումներ չենք էլ տեսել, բավարար չի։ Դե լավ, կասեք այն ժամանակ Facebook չկար, երևի կամ այդպես չէին օգտագործում էին, բայց կային հեռուստատեսություններ, որտեղ կարող էին այդ ամենը ցույց տալ։ Ցույց չէին տալիս արգելից։ Հասկանում ես, այնպես որ քո ենթադրելը դեռ հարցի մի կողմն է։ Բայց ենթադրությունը դնենք մի կողմ։ Դու կարող ես ավելի դրական բաներ ենթադրել։ Պատկերացրու, եթե դրական բաներ ենթադրես, անկարծ կարող է դրանք ավելի շատ զուգադիպեն։ Տես, ուրեմն Եվրոպա մենք նման արտահանում չենք ունեցել նման թվերով։ Սա առաջին եւ աննախադեպ բան է։ Դու երբ որ դու համեմատում ես անցյալ տարվան այս տարվա հետ, դու չես հաշվի առնում, որ անցյալ տարի այդ եղածը միայն Ռուսաստանը գնաց։ Հա, ճիշտ է, քեզ այդ ամեն ինչը հետաքրքիր չէր, ես հասկացա։ Բայց սրանք նոր շուկաներ են։ Նոր շուկաներ։ Հասկանում ես դու։ Նոր շուկաներ։ Ցավոք սրտի նոր շուկաներ։ Ես քեզ անգամ կարող եմ հենց հիմա մեր 14 թվականի լուրերի թողարկում ցույց տալ Գալատիվի, որ այն ժամանակ որոշակի ընդդիմադիր գործունե բաներ անում, նյութեր տեղադրում էր։ Ու դու տեսնես, թե ինչպես օրինակ Հայաստանի Հանրապետությունը խախտելով բոլոր տեսակ իրավունքներ ու նորմերը մտավ ԵԱՏՄ։ Այլապես մենք վաղուց կլինենք եվրոպական շուկայում, չեն լինի այս խնդիրները, որովհետև Եվրոպան այնքան էլ այդպես չի վարվում։ Եվրոպան կոնկրետ հստակ որոշումներ է կայացնում դատարանով, մյուսով լուրջ լսումներ, ոչ թե մեկի ցանկությամբ կամ մեկի տուֆտելով կամ այն մյուսի դանոց տալով, ինչպես օրինակ Չալաբյանը, ինչպես օրինակ Սամվել Կարապետյանը, ով ամեն մուտիլով կարեց, որպեսզի հայկական կայնյակը խնդիրներ ունենա, բանը Վրաստանում տևական ժամանակ։ Հիմա չէ, տևական ժամանակ։ Սրանք գնում են այնտեղ։ Ասենք թե չնայած որ ասեմ, որ այս տարի օրինակ Ծիրանը այդ տոկոսի մեջ պիտի մտնի, չէ՞։ Օրինակ Ծիրանը այնքան էլ բերքատվությամբ աչքի չի ընկնում, եղանակային բաների պատճառով այս տարի անգամ ես քեզ ասեմ իմացի, անգամ աշխատանքային խումբ է ձևավորվել ուսումնասիրելու այս բնական անոմալիաները, որը դիտարկվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, որը շատ բացասական է ազդում գյուղատնտեսության համար, եւ եթե Հայաստանը չլիներ մեկ այլ երկիր, լիներ նույն բացասական ձևով ազդելու էր։ Գուցե մի քիչ զարգացած երկրների մոտ, այլ կերպ մի քիչ ոչ զարգացածների մոտ, այլ կերպ բայց միևնույնն է ազդեցություն թողնելու էր։ Սա էլ էսպես։ Բայց ինձ գիտեք ինչն է այստեղ ամենաշատը նյարդայնացնում։ Ամենաշատը, որ մենք մշտապես պատրաստ ենք ցանկացած գնով արդարացնել մեզ վատություն անողին։ Ցանկացած գնով։ Մենակ թե օտարերկրացի թող լինի, որովհետև եթե հանկարծ հայ լինի ու վատություն անի, վիզը կփոքենք տեղում ու շատ արագ, մեր դու հետ կան հերիքում է, հա, բայց եթե օտարերկրացի է, ինչ վատություն մեզ ուզի կարա անի։ Մենք այդտեղ խնդիր չունենք։ Մենք կարող ենք այդ պարագայում մեղադրել ինքներս մեզ։ Իմիջիայլոց հարգարժան երիտասարդին ասեմ, որ օրինակ ինքներս մեզ ասելով ես նկատի ունեմ նաև քեզ, դու կարող ես նկատի ունենալ Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը կարող նկատի ունենալ Ռոբերտ Քոչարյանին, այսինքն մեզ ասելով Հայաստանի Հանրապետության բնակչությանը եւ քաղաքացիներին, անկախ իրենց քաղաքական դիրքից, պաշտոնից, պատկերացումներից եւ այլն։ Հիմա Ռուսաստանի Դաշնությունը փորձում է ճնշումներ իրականացնի, փորձում է որնա կոնկրետ կիրառում է դա ընտրությունների ընթացքում, պատկերացնում ես։ Մենք երբեք մշտապես լավ պետք է կարտանեն մեկ էլ անկարծ այս ընտրությունների մի ամիսը բայկոյեց ինչ ստացվեց չիմացանք ինչ եղավ ու հանկարծ մի ամիտ բան անում հիմա դու հակասում ես երկու տես նախ Ռուսաստանից պաշտոնապես օտետնազորը ասում է որ չէ դրա համար չի իրենք քաղաքական բան չեն կիրառում մեր քաղաքական գործիչներից մի մասը ասում են կիրառում են մյուս մասը ասում են չեն կիրառում հիմա դու ասում ես որ Ռուսաստանը խափում է ստում է այո նա դա իրականացնում է քաղաքական նպատակներով, հենց դրա համար է այսպես վարվում, սա դու խոստովանում ես ինքդ, ու ինչ ես առաջարկում, ինչ ես ասում, այ եթե Զելենսկին չգար, ու այսպես չխոսար, այսպես չէր լինի։ Այսինքն, այստեղ որոշակի ստրկամտություն ամի տեսակ շոշափվում, ապեր, հասկանում ես, ես էլ շատ պարապ չեմ, պատահաբար բերել ա քո տեսանյութը, ու դա նկատել եմ ցավով, որովհետև ես կարծում եմ, որ մեր երիտասարդները շատ ավելի ամուր են կամքով, շատ ավելի Հայաստանակենտրոն են շատ ավելի լավ են պատկերացնում պետությունն ինչա, հա, որովհետև նոր իրենց տարիքին է դառնում պետությունը մեր։ Ու այն մարդիկ ովքեր ապրել են այն շրջանում, ովքեր այդ գիտակցությունը չեն ունեցել, ասենք երգիր հասկացողությունն են ունեցել, դա էլ եղել է սովետը։ Պիտի որ տարբերվեք։
ու դրական կողմերով տարբերակ։ Բայց բարձրում է, որ դու արդարացնում ես Ռուսաստանին։ Ասում այ այս սա նախ եւ առաջ, այո, քաղաքական ճնշման մեթոդ է, խոսածով դա է ստացվում, եւ այդ ճնշման մեթոդը, եթե մեզ խելոք պահենք ու մեզ չդրսևորենք որպես ինքնիշխան պետություն, ով ընդունում է միջազգային այլ երկրների միջազգայինորեն ճանաչված այլ երկրների ղեկավարներին ըստ իր պետական շահերի, ըստ իր ծրագրերի, պլանավորումների, գործունեության եւ այլն, այ եթե մենք դա չանենք, այս ամեն ինչը հանգիստ կգնար։ Դու հիմա արդարացնում ես Ռուսաստանի գործողությունը քո սեփական պետության կամ հայրենիքի նկատմամբ, քո սեփական պետության ինքնիշխանության նկատմամբ։ Հասկանում ես։ Սա ամենացավալին է, որը այս պահին կարող ենք ֆիքսել, կամ ես կարող եմ ֆիքսել։ Սա ինձ համար իսկապես շատ ցավալի է։ Ամեն գնով նախ եւ առաջ սկսենք Զելենսկուց։ Ես կասեմ, հարգելի, եթե հարկած մարդ ես մոտդ նոր հարցեր կառաջանան։ Ասեմ, ուրեմն քանի որ Պուտինը վախենում է բունկերից դուրս գա, նա Զելենսկուն հրավիրել էր Մոսկվա, բանակցությունների։ Պատկերացնում ես, Պուտինը Զելենսկուն հրավիրել էր Մոսկվա։ Այդ Զելենսկու տակ չոքած կզած կապիտուլյանց Պուտինը հրավիրել էր Զելենսկուն իր թիվ 1 թշնամուն մայրաքաղաք Մոսկվա։ Ну, հասկանում ես, ինչի՞ է անալոգը տանում։ Իհարկե Զելենսկին չէր ընդունել հրավերը, որովհետև այնտեղ ռազմական գործողությունները շատ ավելի այլ բաների մասին են։ Մենք մշտապես համեմատում ենք, չէ՞, պատերազմները, բայց մենք պատերազմները համեմատում ենք ռազմական գործողության տեսանկյունից։ Երբեք չենք համեմատում դրա քաղաքական հատվածները։ Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ու արցախյան պատերազմի մեջ հավատա ահագին բաներ կան տարբեր։ Ուրեմն հայկական կողմը հրավիրել էր Եվրոպայի լիդերներին։ Ասեմ, եթե մինչև հիմա չես հասկացել, այն ոնց մասին որ խոսում ես, հիմա դու ասում ես, ինչ եկություն բամա։ Այդ մարդիկ 42 դելեգացիա դիմավորեցին։ Դու գիտես դա ինչ է։ Այսօրվա դրությամբ թոշած սիրելի Պուտինը կամ Ռուսաստանը թալիբներից բացի ուրիշ ոչ մեկի չի կարողանում ընդունել։ Մեկ թալիբներին է ընդունում, մեկ Հյուսիսային Կորեայից են մարդիկ գալիս, մեկ Զիմբաբվեից, թե Զամբիայից են գալիս մարդիկ, հասկանում ես։ Շրի Լանկայից, ու նրանք այնքան օրակարգը հագեցած են բան, որովհետև ուրախացել են հազիվ իրենց բանի տեղ դնող եղել։ Ու անկած Հայաստանի Հանրապետություն գալիս են այնպիսի երկրների լիդերներ, ովքեր որ ոնց նու շատ ստեղից են կոմ չմանրամասնենք։ Հիմա ամեն եկողը, չէ՞ որ երբ որ գալիս են հյուրեր քո երկիր, անես չէ, երկրի ղեկավարը վեր կացավ իմ ու քո նման գնաց Կոմսարավ եկավ Հայաստան։ Ոչ, դա տևական ժամանակ ուսումնասիրվում անվտանգային ռեժիմը, Սամալյոտը ոնց է թռնելու, լյոչիկնովա ելնելու, ստեղով դիմավորելու, որ հյուրանոցում է քնելու, խիա հատկապես այդ հյուրանոցում քնելու, ինչ է ուտելու, խիա հատկապես դա ուտելու, կամ ուտելու է թե չի ուտելու, թե հետը բերի, ովքեր են իր անվտանգությունը օգտվում եւ այլն եւ այսպես շարունակ, ու ամեն երկիր չի, որ կարա այդ քանակությամբ դելեգացիաներ ընդունի, առանց շարի փորձանքել ճանապարհի գնան։ Սա ես կդասեմ։ Հայաստանի պարագայում առավել եւս Հայաստան երկիր, ում երկու սահմանները առնվազն առայժմ փակ են, Իրան, որտեղ ռմբակոծություն է գնում, պատերազմ է կոնկրետ, եւ Վրաստան, ով Եվրոպայի հետ այս պայդրությամբ ունի լրջագույն խնդիրներ։ Դուք հասկանում եք ինչի մասին է։ Եվ Հայաստան, որտեղ կա ռուսական ռազմաբազա, գալիս են Եվրոպայից։ Հայաստանը չէր կարող ասել, բանա, թող բոլորը գան բացի Զելենսկուց։ Դա այդպես չի լինում, դա պոլիտ կոռեկտ մի բան չի։ Հասկանում եք։ Հրավիրել է, լավ արել հրավիրել։ Իմիջիայլոց ասեմ, այն ինչը փակել է Ռուսաստանը, օրինակ ծաղիկների ներմուծումը, սիրով վերցնում է Ուկրաինան։ Չնայած որ ինքը պատերազմի մեջ է, բայց այո վերցնում է, ընդունում է։ Մի պահ եղավ է, քոնոման ջայլներ էին, ստեղից ընդեղից երևի էլի ուղեղները լսել են, դուս եկան ասեցին, այ Ուկրաինան հետ է վերադարձնում վերցած ծաղիկները։ Իսկ Ուկրաինայից մեր եկեները գրում, ասում են, որ այն գործարարը կամ գործարարները, ովքեր որ Ուկրաինայում են ազգությամբ հայ, այո, նրանք են կազմակերպել եւ նրանք էլ են ընդունում ու վաճառքի կետերում բաժանում են։ Այնպես որ ոչ մի հատիկ ծաղիկ հետ չի եկել այնտեղից։ Սկսենք այդպես էլի։ Հիմա եկել է Զելենսկին, մի պետության, ինչ Զելենսկին պետության ղեկավար չի։ Մի բան քեզ հարցնեմ։ Հայաստանն ու Ադրբեջանը որ ռազմական իրավիճակում են գտնում ավելի քան 30 տարի։ Այդ որ ասենք Ադրբեջան Պուտինը չէր գնում, կամ Մեդվեդևը չէր գնում, կամ իր երկրից դելեգացիա չէր գնում, բամետ նեղվեիք։ Նեղվեիք մի հատ ախպեր, սրտները լցնեիք։ Ճիշտ է, մենք այդպես պետալիկ բան ենք, մենք ոնց կարանք, չէ՞։ Իրոք կներեք, ես արդեն լեզվին ա տալիս։ Հասկանում եք։
Չէ, այստեղ պետք է փորձել փառաբանել, փորձել արդարացնել Ռուսաստանի գործողությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Դու ուզում ես ունենալ պետություն, թե չես ուզում ունենալ պետություն։ Դու գոնե ճանաչում ես, այո, գերտերությունը։ Գերտերությունը, ես քեզ ասեմ, հարգելիս, ասում ես Ռուսաստանը գերտերությունն է, գերտերություններն էլ ունեն գերխնդիրներ, գերհարցեր։ Ու էլի կան գերտերություններ աշխարհում։ Եվ գիտես ինչ, կան տերություններ, կամ պետություններ, ում տարածքային ամբողջականության մեջ այլ պետություն կա, օրինակ գաճաշ պետություն կա։ Որոնք որ միևնույնն է, ամեն գնով չի, որ ընկերություն են անում իրենց ավակ եղբայրի հետ եւ ունեն կոնկրետ պրինցիպներ եւ այդ պրինցիպները արձանագրված են փաստաթղթերով։ Սկզբունքայնությունը իրենց երբեք չեն վաճառում։ Իսկ մենք ինչ ենք անում, կամ ինչ ենք արել տասնամյակներով։ Հա, ճիշտ է, Ռուսաստանը գերտերություն է։ Ինչ ես, ուզում ես էսի նվերտամ քեզ, նվերտամ քեզ։ Վայ Ռուսաստանը գերտերություն է, որ ջղայնանա սուս մնացեք, ոչ մեկը չպատասխանեք, ինքը գերտերություն է, ներվայնացած է, ոչ ինչ, դու քիչ ջղայնանա կհանգստանա։ Հա, սենց ենք մտածում։ Այսօրվա դրությամբ նախ այդ գերտերությունից գերտերություն չի մնացել։ Այսօր արդեն անգամ Ադրբեջանն է հոխորտում վրաները։ Իմիջիալոց մեր ռուսամետ գործիչները դա չեն տեսնում։ Ռուսամետ գործիչները չեն տեսնում, ոնց է Ալիևը ոնց ուզում չոտքում Պուտինին։ Ընդ որում Ադրբեջանը Ռուսաստանի հետ ունի սահման։ Հասկանում եք ռազմական գործողությունները ինչ ընթացք կարող են ստանալ, բայց ինչ-որ տեղներից չեն շարժվում։ Սա ցավալի արձանագրում է, որը պիտի անենք։ Հիմա մի քիչ առաջ գնանք։ Այսօր համացանցում տարածվեց, վայ տեսեք Մարգարիտա Սիմանյանը ինչեր ասում, թաղեմ դրա, բոյը թաղեմ դրա, Ազիզը, այս ինչեր է խոսում հայերիս մասին, բան ժողովուրդ։ Ասենք, ինչի դուք տեղյակ չեք եղել, որ Մարգարիտա Սիմանյանը 5-6 տարի է խոսում այդ, նո 5 չէ, 7-8, ես կասեի 9։ Տեղյակ չեք եղել։ Բայց երբ որ ասում ենք Քոչարյան Ռոբերտը նստած Մարգարիտա Սիմանյանը ցիտում։ Մենք ինչն ենք փորձում ծաղրել։ Ինչ մակարդակ ենք փորձում ցուցադրել ձեզ։ Հենց էտա։ Հենց էտա։ Ընդ որում, եթե դուք չեք տեսել, ասեմ, մի ամիս առաջ էր երևի ամիս ու կես առաջ Մարգարիտա Սիմանյանը համայն Ռուսիո բնակչության հանդեպ նստեց ու ասաց, որ ինքը ինչ որ DNK թեստ է հանձնել, Իսլավը Բոգու Փարկասու բան, այդ իր բառն եմ ասում, իր մեջ հայկական արյունը ընդամենը 10 քանի տոկոս է։ Այս իրա Բերանովա ասել, բառաչել, մկկացել։ Հասկանում եք։ Չգիտեմ ոնց է եղել որ այդ 10 քանի տոկոսը որոշել է նրա ազգանվան հարցը, այդ չգիտեմ։ Ոնց որ լավ 10 քանի տոկոս է եղել, բայց տենց է արտահայտվել էս տիկինը։ Հիմա էլ աչուծախ ասում եմ ինչ որ ասում է։ Իսկ ինչ է գնացել հասնում Մարգարիտա Սիմանյանին։ Միրոք այսով է։ Արա, այսպես ֆեյք է, այսրան գիտեք ովքեր են, սենց ազերական էջերը, մարդ չկա հետևը, սրանք էլ իրանց ֆեյք է, այդքան ադրբեջանցի ֆեյք չի։ Սրանք արտաքին ուժերի ֆեյքերն են, ովքեր ստեղ բաներ են, էլի փորձում անել։ Հələ նայ ղրգել են Ադրբեջանի դրոշով, Զանգեզուրը մերն է։ Արա դու մեր ունես вообще, որտես բաներս խոսում։ Այր է խոսում ես։ Կներեք էլ ժողովուրդ ջան, հեսա Մարգարիտային կվերադառնանք։ Երկրորդ Մարգարիտան է եկել։ Մեկը, իմիջիալոց Մարգարիտա Սիմոնյանը իր Սպուտնիկով հանդերձ Բաքվի Բաքվի հերոստատեսությունից մեկի հետ, եթե ոչ հանրային հերոստատեսության հետ իրաց, բան են համաձայնագրեր, բաներ իրար հետ են կառավարվում։ Այրը խոսում ես արա, ազար թուրք, հələ չեր կողնորոշվել, վերջ ազարիա թե թուրք։ Գավարիշ по-армянски, ազար թուրք։ Ты, конце концов, азары или тюрк? Какая դրանք ինչ ասում։ Ծիրանը գիտես խիչ ընդունեցին, ով ուխի գրի Հայկ ջան ինչ գիտես։ Լավ, ֆրավ։ Ոչմ, գանք այս բանին Մարգարիտային։ Հիմա
Ինչի եք զարմանում Մարգարիտայի վրա, եթե նույն լեքսիկոնով, նույն խոսույթը կիրառում են ազգությամբ իսկապես հայ մարդիկ։ Մարդ որն է, բջի տղերք են, առանձնահատուկ բջի տղերք են, ովքեր որ կիրառում են մոտավորապես այդ խոսույթը։ Մոտավորապես որն է, մեկ շատ ավելի կոպիտ։ Ինչ եք խորացել Մարգարիտայի վրա։ Իմիջիալոց այստեղ իրավապահ մարմինները չգիտեմ, վերջին անգամ երբ են գործել այս ուղղությամբ, երևի առանձին հատիկ դիմում պիտի ներկայացնենք։ Մտնում են, ինչ ուզում խոսում են։ Ինչ ուզում, ասում են քանի որ, օրինակ, քանի որ Նիկոլը թրքապաշտ է, իրանք արդեն համոզված են որ թրքապաշտ է, ուրեմն Նիկոլին ընտրողներն են թուրք են։ Բան են փայլատակում էլի։ Բորնիկի վաստակ էլի։ Հասկանում եք։ Ինքը կարծիք ունի, որ այսպես է, ու վիրավորում է 730,000 քաղաքացիների։ Դուք դրեն Մարգարիտա Սիմոնյանից եք խոսում։ Ինչ Մարգարիտա Սիմոնյան, դա Ռուսաստանցի է, ռուս է։ Նա հայ չի, ինքն էլ իր բերանով ասել է արդեն։ Չի ընդունում իր այլինել այլևս վերջ։ Ճիշտ է, դրանից դժվար է գլուխ անել, երբ ոնց զեռատալից այդպես խոսում են, բայց դա փաստ է արդեն։ Բայց սրանց ով արձագանքելու, կամ ինչպես եք արձագանքելու։ Նայեք, գանք ես մի հատ այս 300,000 ադրբեջանցիների թեզը նոր թափ է հավաքում։ Հիմա էլ ես իմ Ամերիկայում կապիտոլիումում այնտեղ ես իմ դալիճում մի հատ ադրբեջանցի ով յանի падգամավոր է, ինչ է, ասել է, որ պիտի խաղաղության պայմանագրի մեջ անպայման ավելանա այդ տողը 300,000 ադրբեջանցիներ, որ վերադառնան իրենց հայրենիք Արևմտյան Ադրբեջան։ Տեսեք, որ ասում էինք, այս էինք ասում, արա, ինչ եք մուտիտներ անում ախր, նայեք ձեր մուտիտը ինչու՞մն է կայանում։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունում ասենք թե որն է, ռեալ օրինակ բերեմ։ Հենց հիմա ազգային ժողովում մի 30 հատ Արցախի դրոշ է դրած, իհարկե այդ Արցախի դրոշները անտեղ թողող թռնող падգամավորներ ունեցան, բայց ոչինչ։ Նայեք, դա մենք սովոր ենք դրան, նրանք միշտ թռնում են։ Այս падգամավորները անընդհատ խոսում են կամ որոշ հասարակական կազմակերպություններ անընդհատ խոսում են էլ մեծ հայկից, էլ Արցախը, էլ վերադարձ, էլ չգիտեմ ինչ, չնայած երբ որ ապրիլի 24-ներ բոլորը ուխոդ եղան գյոզերով այդ թեմայից, բայց այնուամենայնիվ դից ունենք թաքուբիր, ասում են։ Այսա այդքան էլ հեշտ չի օգտագործել պետականության դեմ, որովհետև դա պետության ղեկավարի բանը չի, պաշտոնական դիրքորոշումը չի, հասկանում եք, հետևաբար բանը, հիմա այնտեղ լավ գիտենք, հասկանում ենք, որ Ադրբեջանը ինքը բռնապետական ռեժիմ է, ու բնական է, որ այնտեղ որևիցե մեկը տենց ազատ ինչ ուզի չի խոսի, իհարկե Ալիևի ուզելով ասածով էլ։ Բայց մի հատ падգամավոր ասել է, գնացել ես իմ ինչեր է խոսացել։ Դուք բերեք դա ծախում եք մեր վրա։ Չէ՞ որ ինչպես մեր պետությունը, այնպես էլ ցանկացած պետություն կառավարման մեխանիզմները բազմաշերտ են։ Բազմաշերտ։ Ու այո, եթե տեսնում են, որ կներեք, այսքան ժամանակ ձեզ ինչ էինք ասում։ Մենք այնքան եք ասելու, միջև իրանք էլ ասեն։ Բա որ այդպես աննասուն խոսում էիք, ասում ենք արա այդքան մի խոսացեք, հեսա կջոգեն, որ դա մեզ ներվայնացնում է, ու կսկսեն իրենք էլ 1-2 ասեն, թշնամի է։ Եթե տենա դրանով կարող ազդի, պիտի ազդի։ Բայց այդ դրա մասին էինք ասում։ Դուք զորով ակտիվացրեցիք, այո, որովհետև դուք Ալիևի ճորտերն եք, արջերն եք, ակտիվացնում եք այդ խոսույթը։ Ու ասեք դրան։ Ու օրինակ արտգործնախարարությունը պաշտոնապես չի կարող արձագանքի, որովհետև այն կողմից համապատասխան պաշտոնյաները չեն դա ասում։ Կապիկլամիշ են անում։ Այն 4-րդ, 5-րդ, 6-րդ սորտի անձանց միջոցով կապիկլամիշ են լինում։ Ու դուք դա դարձնում եք օրակարգ։ Իմիջիայլոց եթե այդքան դες ոգևորվող էիք։ Կներեք, որ Սերժ Սարգսյանը բանակցում էր Արցախի վերաբերյալ։ Ու հասել էին այն կետին, որ ադրբեջանցի փախստականները պիտի գան Արցախ եւ նոր ռեֆերենդում իրականացնեն։ Բա դուք ուր էիք։ Այսինքն պիտի գային եւ մասնակցեին ընտրություններին հարակվեի։ Դուք այդ ժամանակ ինչ էիք անում։ Ինչով եք զբաղված։ Ընդ որում այդ 300,000 թիվը հենց այդտեղից են վերցրած, ձեզ ասեմ։ Կամ ձեր կարծիքով խիա, տեսեք, փոխանակ փորձեք վերլուծեք, փոխանակ փորձեք հուշումներ անել, ձեր վերլուծածը բան։ Դուք նստած հիմա, հենց հիմա, էլի դատապարտում եք Նիկոլին։
Եվ Նիկոլ ընտրողներին, Նիկոլին էլ չարդեն քաղաքացիներին, իսկ քաղաքացիները ձեր մամային լացածն են։ Էդի դնում ենք մի կողմ, ամենական հետի միշտ հիշեք։ Դուք չեք երբեք որևիցե մեկը չեք դատապարտել Ադրբեջանին։ Երբեք որևիցե մեկը։ Ոչ կուսակցության դիրքորոշում որպես, ոչ որպես չգիտեմ ինչ երկրորդ նախագահի գրասենյակ, ոչ երրորդ որևիցե մեկը պաշտոնապես, այսինքն դուք էլ շատ լավ գիտեք ինչ մուտիլ ովքերի մեջ եք։ Հիմա այդ 300,000-ի թեմային դեռ կանդրադառնանք, նա եկեք լսենք էլի Արթուր Խաչատրյան։ Ես հասկանում եմ շատերը նյարդերը կարող է տեղի տա, բայց ես առաջարկում եմ լսենք այս փայլուն ճակատից դուրս ցայտող արևի շողերի նման դուրս ցայտող այդ բանը խոսույթը։ Արչև Տելիայնակիցներ, ձեզնից շատերը տարակուսած են, թե ընտրություններ կոչվող տրագիկոմիկ ֆարսից հետո Փաշինյանը ինչի գնաց իրավիճակի հավելյալ շիկացմանը։ Ինչու։ Վեր կացավ եւ հայտարարեց, որ ընդդիմությանը ջախջախելու են, բանտերն եմ լցնելու, սնանկացնելու եմ եւ այլն, որպեսզի կարողանար վերարտադրվել Փաշինյանը զիջումների, կենսական զիջումների է գնացել Թուրքիան եւ Ադրբեջանին։ Ինչպես դոկտոր Ֆաուստը, այնպես էլ Փաշինյանը իր հոգին փաստորեն ծախել էր Էրդողանին եւ Ալիևին։ Դանի պատասխան, թե Ալիևը, թե Էրդողանը որոշակի քաղաքական ժեստեր էին արել, որոնք մեծացել էին Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը։ Օրինակ հիշեք Էրդողանի հայտարարությունը, որ մենք ինչ-որ բաներ կանենք, որ Փաշինյանի հավանականությունը վերընտրվելու մեծանա, եւ հենց ընտրաշավի ժամանակ իրենց հայտարարությունը, թե իրենք սկսել են ուղիղ առևտրի վերջնականացման գործընթացը։ Ինչ որ նա գործընթաց են սկսել, որ Աստված գիտի երբ կվերջանա։ Եվ Ալիևը հիշում եք հայտարարեց Հայաստանի իշխանության հետ խնդիր չունենք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բոլոր հարցերը լուծված են, իսկ դիմությունը իրան վատ է պահում։ Եվ ասա համար պետք է Փաշինյանը բարգերը տա չէ։ Հասկացա։ Մի րոպե, Արթուր Խաչատրյան ջան, ես ճիշտ եմ հասկանում։ Մի րոպե, նայեք։ Ասում ես, որ ընտրությունների ժամանակ Ալիևը Էրդողանը սկզբում ելավ ու ասեց, որ բանա, այ Նիկոլի ընտրվելու պարագայում, մի խոսքով կարճ կապենք, լավ է լինելու, հա։ Հետո Ալիևը ելավ ասեց, որ Նիկոլի ընտրվելու պարագայում լավ է լինելու ու 730,000 քաղաքացի նստած սպասում էր, ասենք այնքան են հարգում Էրդողանին ու Ալիևին որպես ավտորիտետ, որ այն նրանք երբ որ ասացին, այս մարդկանց վրա ազդեցություն ունեցավ դա դրական ընդորում եւ գնացին ընտրեցին Նիկոլ Փաշինյանին։ Ես կսենց ասեմ, եթե Էրդողանն ու Ալիևը այդ հայտարարությունները ձեր խնդրանքով, ձեր աղաչանք պաղատանքով չերես Մոսկվա արած չլինեին, միլիոնից ավել ձեն կտաներ կպել։ Ճիշտ ակառակ, այ երբ որ Էրդողանն ու Ալիևը տենց հայտարարություն արեցին, որ իրանք ոնց որ թե ավելի նպատակարար են գտնում Փաշինյանի հետ աշխատելը։ Դա հենց ձեր օգտին էր։ Հենց ձեր օգտին, ես վստահ եմ, որ այդ հայտարարությունը արտահայտությունները արել են, որովհետև իրանց դիմել են։ Իրանց դիմել են, ասել են, որ այնտեղ process-ները ոնց որ լավ է գնում մեր համար, եկեք մի հատ մեր հարաբերություններում ես ինչ բան գցենք տեղը, դուք էլ փոխարենը ասենց հայտարարություն արեք։ Նու, մի քիչ ավելի էդի բարդ process-ը առածել, բայց էդի տենց է։ Հասկանում եք։ Որովհետև չի կարա հայ ժողովրդի վրա Էրդողանի ասածը հեղինակավոր նա տենց ազդեցություն թողնի ու ասեն դե որ Էրդողանն ասում ախպեր։ Այդ ձեր համար կարա ազդեցություն թողնի։ Ու այդ ժամանակ երբ որ ասում էին թե Ալիևը թե Էրդողանը, ես շատ լավ եմ հիշում։ Ես տեսնում էի թե ոնց է ապարատը մեխանիզմը ձեր մեդիա ռեսուրսների, այսինքն նախ միջև այդ ասելը դուք արդեն հողը նախապատրաստել եք, նրանք էլ հենց ասեցին ոնց վերցեցիք ու մցրեցիք բան, մեր ներքաղաքական օրակարգ է ամեն ինչ ձեր քարոզների մեջ, այդ տեսակ որ ասում ենք, անգամ ծիծաղելի էիք այդ ժամանակ ինձ համար, որովհետև ձեր քայլերն այնքան պարզունակ են եղել, այնքան պարզունակ, մշտապես դուք չեք կարող բարդ համադասական մի բան ձեռնարկեք կամ անգամ նախադասություն կազմեք, չեք կարող, որովհետև դուք նախ գրագիտության խնդիր ունեք, երկրորդ այն մարդիկ էլ ովքեր որ ձեր միջից չունեն այդ գրագիտության խնդիրը, հասկանում են որ խնդիր կա ըմբռնման։ Այդ դրա համար դուք պարզունակ քայլեր եք անում։ Ոնց կարա, ասենք, քո ասելով, ասես Էրդողանը կամ թուրքական աշխարհը հայ ժողովրդի վրա տենց հեղինակավոր բան ունի։ Սա ամենաախմախ բանն է, որ կարա ասի Արթուր Խաչատրյանը։ Նու, ամենա չէ, էլի ավելի ախմախ բաներ էլ ասել, մարդ ով երկար ժամանակ եղել է մարզպետ ու իր մարզը եղել է այլանդակ ծանր վիճակում։ Բայց դե հիմի, բա ինչ ասի։
Բա որովհետև ինչքան մարդկանց համար վատ է եղել կյանքը, այնքան իրանց համար առանձին վերցած լավ է եղել կյանքը։ Բա ինչ ասի։ Հիմա մարդկանց համար սկսում է քիչ-քիչ լավ լինել, բնականաբար իրենց համար սկսում է քիչ-քիչ վատ լինել։ Ինչ պիտի ասի։ Բայց էլ այստեղ մի հատ շարունակություն էլ ցանկացած մարդու, ցանկացած քաղաքական ուժին, որ խոսում է Արցախի մասին, որ խոսում է վերադարձի իրավունքի մասին, գիրիները ազատելու մասին, Արցախում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին այդ բոլորին ինքը համարում է ահաբեկիչ, ծայրահեղական, անջատողական եւ այս թղթով ինքը պարտադրել էր Փաշինյանին, որ Փաշինյանը այդ ուժերի դեմ պայքարել, բայց Ցնդաբարությունը հենց նրա համար, որ ով դաշնակցությունը շատ լավ գիտի, որ ցանկացած պետության ազգայնական ուժեր պետք են։ Պարզապես այդ ազգայնական ուժերը պիտի պետչաշահերի հետ համաձայնքային։ Այդպես իրանք դառնում են մեկ այլ երկրում մի ժողովրդի ազգայնական ուժ։ Ասենք օրինակ ոնց որ Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից առաջ Արտուր Խաչատրյան։ Արցախցիների վերադարձի իրավունքից ասացիր խոսել։ Դուք խոսել եք արցախցիների վերադարձի, ուր վերադարձի։ Դուք խոսել եք արցախցիներին Դուք մեղադրել եք Հայաստանին Արցախում էթնիկ զտում իրականացնելու մեջ։ Դու գիտես դա։ Թե չգիտես։ Դուք, եթե խոսել եք արցախցիների Արցախ վերադառնալու մասին, խոսել եք ներհայաստանյան դաշտում։ Դա էլ դիվիդենդ հավաքելու համար։ Այդ միջազգային այդ որացիան ինչ եք ներկայացրել։ Մենք կարող եք ինչ փաստաթղթեր կան հիմա ձեր ձեռքի տակ, ինչ ծաղկաքաղ եք արել, ինչ եք հավաքել, ուր եք պատրաստվում դիմել։ Ինչպես եք պատրաստվում ներկայանալ, կարող ենք իմանալ։ Արցախ, այ մենք խոսում ենք Արցախում բանը մշակութային կոթողների պահպանության մասին, այ Ալիևը միանգամից Նիկոլին ասում է, որ մեզ ճնշեն։ Լուրջ, էս ինչ ճնշված եք դուք։ Մարդայում սիրտը լցվում է պարզապես։ Դուք եք հանձնել Արցախը, տեղյակ ես ապեր։ Ուզես սա բան անենք։ Արցախի կապիտուլյացիան ստորագրելուց որոշ ժամանակ առաջ հանրային լսումներ եք իրականացնում բանում ազգային ժողովում։ Ես դիտել եմ այդ հանրային լսումները։ Չի եղել որևիցե մի հանրային գործիչ, դուք մինչև բարին Աչապահյան էլ եք հրավիրել։ Չի եղել գեթ մեկ հանրային գործիչ, ով մեղադրել է Ադրբեջանին շրջափակման համար։ Չի եղել մեկը, ով մեղադրի կամ պահանջ ներկայացնի Ռուսաստանին որպեսզի խաղաղապահները օրենքով սահմանված իրենց գործառույթները իրականացնեն։ Չէ։ Բոլորը եղել են Հայաստանի դեմ ուղղված։ Անգամ Աչապահյանը ավելի հեռու գնաց, այսօրվա պես հիշում եմ։ Ասաց ես ուզում եի գնալ Արցախ, բայց իմ դեմը ոչ թե ռուս խաղաղապահները փակեցին կամ ադրբեջանցիները, այլ հայ զինվորները։ Ուրեմն հայ զինվորներն են, հայկական բանակը, Հայաստանն է օկուպացրել Արցախը։ Անգամ այսպեսի բան ասեց։ Ես առաջարկում եմ մի հատ ձեր բան արած հանրային լսումները, կազմակերպած հանրային լսումները, մի հատ դնեք զապիսը նայեք։ Դուք եք պաշտպանում Հայաստանից շահերը, հայկական շահերը։ Այս վերջում ձեր հիշողությունը թարմացնելու համար մի փոքրիկ կադր կդնեմ։ Յանը էջի ցախողել է այդ պայքարը։ Դեռ մի բան էլ 26 թվականին, 21 թվականի համեմատ այդ ահաբեկիչները չակերտավոր, անջատողականները եւ ծառայեղականները չակերտավոր խորհրդանում ավելի շատ ձայներ ունեն։ Փաշինյանը չի կարողանում նույնիսկ 3-5-րդի շեմ հաղթահարել։ Պարզա չէ որ պետք է Ադրբեջանը զայրանար։ Պարզա չէ որ Հաջիևին պետք է ուղարկել Հայաստան, որ ասեր մոռացել ես որ ես քեզ պարտքով եմ աժանդակել, դե հիմա պարտքերս հետ մեր։ Սելայնակիցներ լալի։ Ասեք, այդ որ մայ։ Արա լավ, դա շատ ծանր է, բայց հասարակական չի։ Մենք կանգնած ենք երկիրը կորցնելու, երկիրը ադրբեջանապաշտ բռնակալություն սարքելու ճանապարհին։ Փաշինյանը դա է անում։ Բռնակալ ներսում, ով ֆալու հնազանդ կատարում է Ալիևի բոլոր պահանջները։ Ուրեմն ես նրանց բերանից եթե Ադրբեջան բառը անես, չէ՞, տակը պրծնում է։ Տակը բանա։ Կալկալոցա բանում, չգիտեմ, դա չի բնում, այսինքն ոչ մի չի բնում տակը, երբ որ անես Ադրբեջան բառը։ Հետևաբար Ադրբեջանը ձեզ ավելի անհրաժեշտ է, քան որևիցե մեկին։ Դուք առանց Ադրբեջանի պարզապես ապրել չեք կարող։ Չեք կարող, որովհետև ձեր գոյությունը առհասարակ դրված է հենց նրանց ցիտելու
Մեր հիմա այդ բան հարցնեմ, էլի։ Բոլոր այն քաղաքացիների, տեսեք, ես նրանց նման չեմ, էլի, որ ասեմ ով Քոչարյանին կամ բանին ընտրել է Սամվել Կարապետյանին, ես այնա, չէ, ոչ չեմ ասում, չեմ կարող ես դուք ասեմ։ Այդ որոշ բժիշկ թուլեք կան, որ խառը խոսում են ու խորհուրդ կտամ դուք էլ նրանց նկատողություններ անեք։ Նայեք, գոյություն ունեն Արցախյան բանակցություններ։ Այդ փաստաթղթերը հրապարակային են։ Կարող եք ասել, ինչ եք բանակցել դուք։ Ինչ եք բանակցել։ Արցախի մասին ինչ եք բանակցել։ Դուք ասեք։ Մենք կարող է սխալ ենք կարդում, կարող է սխալ ենք մեկնաբանում։ Դուք ասեք, մի օր նստեք։ Այդ բանակցությունների փաթեթները վերցրեք, ասեք, հեսա, տեսեք, այս թերթի վրա այսօր խոսել ենք սրա մասին է։ Այս մասով այս սրա մասին է։ Դուք Արցախը հանձնողներն եք բանակցություններով էլ, պատերազմի ընթացքում էլ, պատերազմից հետո էլ։ Մի հատ ասեք, ինչ եք բանակցել։ Ձեր կարծիքով, ես ունեմ հասկանալ, մենք պարզապես տարընթերցում հոտ չկա, նույն փաստաթղթերից ենք, չէ՞, թե ուրիշ փաստաթղթեր կան ձեր մոտ։ Այս դրա համար էլ դուք չգնացիք Փաշինյանի հրավերին, հրապարակային դեբատի։ Չգնացիք, որովհետև գնալու եք Փաշինյան ասել ախպեր, այս փաստաթղթերը, էսի քո բանակցածն է, էսի քո ստորագրությունն է, բրց։ Ձեր համար կարևոր էր գիտեք որ թեզը պահպանել, այդ դրա համար վախեցաք գնաք։ Ձեր համար կարևոր էր պահպանել թեզը, որ միևնույնն է, կապ չունի մենք ինչ ենք բանակցել, ինչ ենք բանակցել, բայց Նիկոլի վաղ Արցախը հանձնվեց։ Ձեր համար այդ մի հատ բռնելու տեղն է։ Ինչը ապուշ մարդու գործ է, էլի։ Բարձ չի, որ բերել հասցրել եք դրա։ Ուֆս վերջ, դուք չեք կարող խոսեք դրանից։ Իմիջիալոց Հայաստանի ոչ տարածքում գրեթե Արցախի դրոշներ եք տանձել, քանի անգամ եք գնացել փոխեք, խնամեք, չգիտեմ ինչ անեք, քանի անգամ։ Եվ եթերի վերջում ես առաջարկում եմ մի հատ հիշողության թարմացում։ Ինչպես են ադրբեջանցի զինվորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ եւ թույլտվությամբ թողնում, որ դրոշը սրանք բերեն տնկեն Հայաստանի Հանրապետության տարածքում հիշեցնեմ, ես մեկ անգամ կրկնեմ, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ եւ երբ որ մերոնք կրակեցին, նրանք չէին սպասում, դա իրենք գիտեն դե ռուսները հետներն են, հայ զինվորը դժվար թե կրակի իր վրա ու հելան փախան։ Սա ձեր ռազմավարական դաշնակիցներ։ Ու նման կադրերը, եթե կարիք կա, ժամանակ առ ժամանակ կհիշեցնենք, եթե կան մարդիկ, ովքեր մոռացել են։ Եվ լավ կլիներ Ռուսաստանի հայությունն էլ, մի հատ այս կադրերը, օրինակ, եթե գտնում եք, որ Ռուսաստանը լավ ընկեր է, ինչի՞ չեք տարածում այս կադրերը։ Ով է ավելի ադրբեջանամետ։ Գիտեք, մի խնդիր կա։ Երբ որ մենք արդարացիորեն ձեզ որակում ենք որպես ռսաճորտեր, դե ռսամետ բառը մի քիչ այնքան էլ են չի, որովհետև դուք ավելի ճորտի նման եք ձեզ պահում։ Օրինակ արևմտամետերը ճորտի նման չեն պահում իրանք։ Իրանք հստակ ասում են թե ինչի են, իրանք գտնում են պիտի ռուսը բանը արևմուտքի հետ լինեն, ինչ կարգավիճակում եւ այլն շատ բարձր նաեւ շեշտում են, որ դա երաշխիք է Հայաստանի Հանրապետության անկախության իշխանության բարձր պահելու։ Ձեր մոտ այդ չկա։ Դուք պրոստը ասում եք Ռուսաստանի հետ, որովհետև ինքը մեր պապան է։ Հասկանում եք։ Դուք թրքամետ պիտի համարեք այսօրվա իշխանությանը, դուք, որովհետև այլ արդարացում դուք չունեք, թե ինչի եք այդքան ռուսաց ճորտ։ Եվ որպեսի ինչ որ մի բան կռուտի տանեք, դուք դրանքի թրքամետ են։ Ու բերում եք ապուշ պաստարկներ, որոնք ոչ մի տեսակ քննադատության չեն կարող դիմանալ, բացառում է դիմանալ։ Եվ ընդհակառակ ձեր բերած օրինակները շատ ավելի շատ ձեր թրքական լինելու մաս։ Բայց մի բան մոռանում եք։ Մոռանում եք, որ ռուս-թուրքական հարաբերությունները միլիոնավոր հայերից ավելի թանկ են։ 10 հատ Հայաստանից ավելի թանկ է։ Դուք մոռանում եք, որ Արցախում 44-օրյա պատերազմին Ռուսաստանն է աջակցել թուրքերի հետ այսինքն համաձայնեցված պատերազմ է եղել Ռուսաստանի հետ համաձայնեցված։ Թուրքիան մտել է տարածաշրջան,
կարողացել է Ադրբեջանին օգնի նույն բայրակտարներով բանով բացառապես Ռուսաստանի հետ համաձայնեցնելով եւ Ռուսաստանի թողտվությամբ, որովհետեւ Ռուսաստանի ազդեցության գոտում կարա մեկը գա, ասենք օրինակ էլի, բա դուք չեք զգում, որ այնտեղ մի քիչ աշխարհագրությունը շատ ավելի լայն էր։ Եվ եթե չլիներ ռուսների դաբրոն, դժվար թե ՆԱՏՕ-ում պատրաստված զորքը Հայաստանի դեմ կռվեր ռուսական ազդեցության տարածքում։ Կարող է դա հեռահարել նպատակների իրագործման համար էր։ Այսինքն ռուս-թուրքական հարաբերությունները, երբ որ դες ասում ենք ռուսամետ, դա մենակ որ ասենք թուրքամետ։ Նես որ մի փորձեք ասենց շախ շղել էլի ձեր արևին։ Մի փորձեք։ Ընդ որում սա ես ասում եմ նաև համատեղ հայտարարությունների մասին, մյուս։ Դուք հիմա ներվայնանում եք օրինակ տրիպի ուղու վրա, որ կարա դա գործարկվի, բայց դուք հեշտ չեք նեղվել, որ ռուս-թուրքական բազա էր ստեղծվել Արցախում կամ Ադրբեջանում։ Ինչի՞ չէ, այնտեղ արանքը ռուսն էլ կար, դու չեք կարա ռուսին ասեիք թուրք։ Ճիշտ է, մոռացել եմ։ Լավ եք, ժողովուրդ ջան, եկեք այսքանով եզրափակենք, սահմանափակենք այսօրվա եթերը։ Իմիջայլոց շնորհակալություն բոլորիդ այսօրվա ցերեկվա իմ կարճ նյութը նույնպես դիտելու, տարածելու եւ կարծիքներ հայտնելու մասին։ Այնտեղ կան շատ կարեւոր հետաքրքիր կարծիքներ, ուսուցանելի, այդ թվում նաեւ մի խոսքով։ Շնորհակալություն ձեր ակտիվության համար, ժողովուրդ ջան, կհանդիպենք վաղը։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ։ Գնել ջան, ինչի եմ թույլ տալիս այդ Շարիմանյանին ների տեսնեմ։ Չհասկացա ինչա գրած Հակոբ ջան։ Մտքերդ հավաքի վաղվա եթերում կգրես, ես առաջարկում առասարակ վաղը մի քիչ հարց ու պատասխանի ֆորմատ էլ ձևավորենք, ձևակերպենք։ Լավ եղեք, բարի գիշեր ձեզ, շատ շնորհակալ եմ բոլորիցդ։